Պարոն Ռուսանյան, այսօր հայտնի դարձավ երեկ էլ ևս, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղության մրցանակ է ստանում։ Այսօր նաև Թրամփը նրան հրավիրել է խաղաղության խորհրդին միանալ Գազայի հետ կապված։ Փաստորեն Հայաստանի իշխանության ղեկավարը խաղաղություն է բերել ամբողջ աշխարհում, դա գիտակցում ենք, բայց մենք դժգոհում ենք, որ իրական խաղաղություն չի, այն ինչ կոչվում է թրիփի ճանապարհ եւ այլն։ Տեսեք, այդ խաղաղություն ասածը միշտ էլ իրենք կգնահատեն, եթե իրենց շահերից բխող որևէ լուծում է լինում։ Մենք տեսնում ենք, չէ, աշխարհում ինչ է կատարվում։ Աշխարհում այլևս որևէ օրենք, կարգ չի գործում, գործում է ուժի իրավունքը եւ ով ինչ կարողանում անում է։ Այն ինչ որ այսօր մենք տեսնում ենք Վենեսուելայի հետ կապված, Գրենլանդիայի հետ կապված, Գազայի հետ կապված, մեր տարածաշրջանի հետ կապված, այս աշխարհի ամբողջ ընթացակարգերի կարգիվայր շուրջ գալա նշանակում։ Եվ այս մթնոլորտում բնական է խոսել ինչ որ արժեքների մասին, որ խաղաղությունը արժեք է, իհարկե։ Եվ իրական կայուն խաղաղությունը նախ նշանակում է, որ այն պետք է ձեռք բերվի նկատի ունենալով կողմերի օրինական պահանջները եւ դրանց բավարարման ուղղությամբ պետք է այդ գործընթացը տեղի ունենա։ Բայց մենք այստեղ ոչ մի օրինական մեր պահանջի մասին խոսել չենք կարող, մեր իրավունքների որևէ արձանագրման մասին չենք կարող, որովհետեւ տեսնում ենք ինչ է զիջվում այս ընթացքում եւ այդ զիջումները այո նպաստում են մնացած բոլորի շահերի սպասարկմանը եւ այդ շահերի սպասարկման արդյունքում ձեռք բերված այսպես կոչված զինադադարը, մենք դա անվանում ենք ոչ թե խաղաղություն, այլ ժամանակավոր զինադադար, եւ այդ զինադադարը կարող է ցանկացած պահի խախտվել, եթե հանկարծ Հայաստանը որոշի ինչ որ մի բան այլևս չզիջել, օրինակ։ Եվ սա կբերի նոր բախումների։ Այսինքն այս խաղաղություն ասածը այնքան ձևական է, որ որևէ լուրջ անգամ գնահատման արժանի չի։ Իհարկե իրան մեդալներ կտան, պարգևատրեն, որովհետև ինչ ուզում են մարտնանում է։ Ինչ ուզում են մարտնանում են, ինչու՞ պիտի չսիրաշահեն, այսպես ասած։ Սա տեղի ունենում եւ ստեղ չեմ կարծում որ հետ կապված ինչ մենք ստորագրեցինք վերջի հաստատում։ Մենք էլ ինչ մնաց ասում է։ Զիջելով գալիս ենք անդադ, հա։ Հա, դե իրանք ասում են Միջանցք չի, այո, իրանք դե բնական է կասեն Միջանցք չի, այն ինչ որ արձանագրել են նախ առաջի պարբերությունը ամեն ինչ խոսում է այս փաստաթղթի արժեքի մասին։ Առաջի պարբերությամբ ինչ որ ստորագրել են Վաշինգտոնում, այս վերջերս արդեն, ասվում է, որ սա իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է։ Այսինքն ներկայացնում են այստեղ որպես դե յուրե հաստատված, այսպես ասած, խաղաղություն եւ տրիփ, որը որևէ կապ չունի ինքնիշխանության սահմանափակման հետ, ուղղակի ծիծաղ է առաջացնում։ Եթե պարզ խոսքով ասենք, մենք ունենք այսօր 26% ինքնիշխանություն։ Այնքան, ինչքան մեզ տրամադրել են, որ մենք այդտեղից կարող ենք մասնաբաժին ունենալ, շահաբաժին ունենալ։ Ինչ է, 26%-ով։ Դա ամբողջ քո տարածքով անցնում է ճանապարհ։ Վետոյի իրավունք ասում էր Ոչ մի վետոյի իրավունք էլ չունենք։ Դե այդ իր ասածները եւ գրածների տարբերությունը մենք արդեն պետք է սովորենք տեսնել եւ իրականում թե ինչ ուղղությամբ էս ամեն ինչը գնում նույնպես պիտի կարողանանք տեսնել։ Այսինքն ակնհայտ է քո տարածքով ճանապարհ ես տալիս։ Իմ տարածքն է, չէ՞, բայց այդ տարածքի տնօրինությունը միայն դու 26%-ով ունես։ Այսինքն 74%-ը տալիս ես իրանց 49 տարով, հետո եւս 50 տարի դրան գումարվելու է, եւ եթե այնտեղ մեկը կասկածում է, որ ամերիկյան ամբողջական վերահսկողությունը եւ ամերիկյան ամբողջական լիարժեք այս գործընթացը իրականացնելը ինչ որ սահմանափակում է ունենալու, նայեք տեսեք Ամերիկան ինչպես է վարվում մյուսների հետ։ Այսինքն Հայաստանը ինչպես կարող է այնտեղ ինչ որ վետոյի մասին ծպտալ։ Բայց ասում են Պարուբինյան կներեք, ասում են որ դա իշխանությունների ասելով մենք էլի իշխանությունների ասելով մենք ունենք արդեն մեր երազած Հայաստանը, որը պետք է մենք գովերքենք, պետություն ասածը մեր հիմնական արժեքը, որը ձեռք ենք բերել, հիմա տեսնում ենք ինչ պետության մասին ենք մենք այսօր խոսում։ Այսօր Հայաստան որպես պետություն չկա։ Կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որը ինքը տնօրինում է։ Ասում է դա պայմանավորված է, ոչ միայն Ռուբինյանի իշխանությունը, ասում է դա պայմանավորված է ներդրումների չափով, 74%-ը նրանք
նրանց է վերապահված։ Չի կարող այդպիսի բան լինել, որ քո տարածքով անցնի ու դու գոնե կես-կես չլնես, էլի։ Այսինքն հասկանում եք, սա այն աստիճանի մեզ ուղղակի նվաստացնող բան է, որ ինչ պետք է օրինակ բանը, այս ինչ են սկսել, ինչից են սկսել բանակցելը, որ հասել են 26%-ի, չէ՞։ Հարց առաջանում։ Շատ ճիշտ էր մեկնաբանել պարոն Օսկանյանը, այսինքն եթե լուր նստեինք այնտեղ, կարող է մի քիչ ավելի լավ վիճակ ունենային։ Ռուբինյանը երեք հակադարձում էր Օսկանյանից բարձրացնելու։ Հակադարձում էր, ասում էր, բա ինչու է նախկինում գույք պարտքի դիմաց տվել, եթե այդքան ճկունեին, թող Գույք պարտքի դիմացը բազմիցս բացատրվել է, թե ինչքան օգուտ է տվել Հայաստանին, եւ գույք պարտքի դիմացը այսօր էլ ապացուցվում է, որ այն գործարանները, որոնք չէին աշխատում, առվազը սկսեցին շնչել, հիմա դրան չանդրադառնանք։ Իրանք այնքան բաներ են աղավաղում, իրենց ասելով մենք մինչև 2018 թիվը լրիվ սխալ ենք ապրել, ընդհանրապես որպես ազգ։ Եվ 2018 թվից իրանք մի հատ պայծառ ապագա են մեզ բերել, որ տեսնում ենք այդ ապագան ինչա տալիս, այդ որ ասում ենք ինչ ենք զիջը, անընդհատ զիջելով գալիս ենք մենք։ Ինչու չկարողացանք, որովհետև մենք սուբյեկտ չենք բանակցությունների, մենք օբյեկտ ենք։ Մենք դրա մասին բազմիցս ասել ենք, այսինքն մենք սեղանի վրա ենք, մենք սեղանի շուրջ չենք։ Մենք այնտեղ նստում ենք ձևական բուտաֆորիայի նման, բայց մնացածները որոշում են, թե մեզ ինչ տան, ինչ կրճոններ մեզ տրամադրեն։ Իրանի հետ կապված է ազդել ձեր կարծիքով որևէ ձևով։ Ինչի վրա։ Ոչ, ես եմ ասում, ոչ այդ հարգել նախ ասեցի, չէ, այնտեղ իրավական ուժ ունեցող որևէ բան չկա։ Նախ սկսենք այդտեղից, ինչ որ գրված է առաջի պարբերությունում։ Եթե իրավական ուժ ունեցող որևէ բան չկա, մեկ։ Երկրորդ, կա իրավական ուժ ունեցող մեկ այլ բան, որը այդ ստորագրած 5 կետերից մեկն է, որ անխոչնդոտ պետքա կապ ապահովի Ադրբեջանի երկու մասերի միջև։ Այսինքն այդ անխոչնդոտ կապը իրենք հիմա մեկնաբանում են, ասում են մենք այդտեղ խնդիրներ ունենք եւ այդ անխոչնդոտությունը պետքա ապահովվի։ Դրա հետ կապված մանրամասնություններ կան եւ դեռ լինելու են։ Հիմա սա ինչ է նշանակելու։ Հիմա տեսեք, իրենք նաև ասում էին, որ մենք այնտեղ ներկա ենք լինելու սահմանապահ, որպես անձնագրեր են մենք ստուգելու, սահմանապահություն ենք անելու, մաքսային մենք ծառայություններ ենք անելու, բայց խորամանկորեն գրել են front office, back office հասկացությունները։ Սա ինչ է նշանակում։ Սա մենք կլինելու ենք back office-ում, ընդ միտեղ նստած, front office լինելու են նա ինչ որ կորոշի ամերիկյան այդ կազմակերպությունը եւ կապահովվի Ալիևի պահանջը։ Այսինքն իրանք չպետք է տեսնեն հայ ոստիկանի կամ հայ սահմանապահի դեմք։ Այսինքն ել եմ ասում, հասկանում եք, այսինքն մենք անընդհատ այն ինչ որ լսում ենք, օրինակ, դժբախտաբար եմ դա ասում, դժբախտաբար, այն ինչ որ լսում ենք մեր հարևաններից, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, դրանք իրականացվում են։ Այն ինչ որ լսում ենք հայկական կողմից, դրա հակառակն է տեղի ունենում։